Թեև արդեն ավարտվել են 2012 թվականի օլիմպիական խաղերը, սակայն նրանք շարունակում են ակտուալ մնալ։ Խաղերի ակտուալությունը դրսևորվում է ոչ միայն նրանով, որ Լոնդոնից վերադարձած մեր մարզիչները, մարզիկները եւ նրանց պատասխանատուները մարտից հետո բռունցքներն են օդում թափահարում եւ խոստանում հաջորդ անգամ բազմաթիվ ոսկե մեդալներ բերել, այլև գիտական մի հետաքրքիր հետազոտությամբ, որը իրականացրել են ճապոնացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպիսի սպորտաձևեր պետք է ներգրավվեն օլիմպիական խաղերում, որ հայ ժողովրդի զավակները իրոք դառնան անմրցելի։ Ճապոնացիները նախ պարզել են, որ օլիմպիական խաղեր բառակապակցության մեջ հայերին հատկապես դուր է գալիս խաղեր բառը։ Նրանք դա զուգորդում են խաղեր տալու հին հայկական պապական քաղաքականության եւ վարքագծի հետ։ Տոկիոյի պետական համալսարանում իրականացված հետազոտության մեջ նշվում է, որ հայերը ոչ միայն մշտապես ոսկե, այլև արծաթե եւ բրոնզե բոլոր հնարավոր մեդալները կշահեին, եթե օլիմպիական խաղերում լիներ լացելու մարզաձև։ Գիտնականները պարզել են, որ նույնիսկ առօրյա կենցաղային հարցերում հայկական լացը իրականում միայն լաց չէ, այդպես հայերն ինքնադրսևորվում են, ապացուցում են իրենց արիական ծագումը եւ իրենց հարգանքն են արտահայտում անցյալի հերոսների նկատմամբ։ Մենք այդ մարդուն լավ ենք ճանաչում։ Հետո կայհարկե։ Արտովայ ընկերներ, Ես էլ մի բան ասեմ։ մեկ խոսեք, որ ես ձեր ասածները հասկանամ։ Մյուս կարևոր մարզաձևը, որով հայերը կկարողանային աչքի ընկնել, ըստ ճապոնացիների թամաշան է։ Եթե միջազգային օլիմպիական կոմիտեն մրցանակ տա նաև նրանց, ովքեր հետևում են խաղերին, ու հատկապես նրանց, ովքեր խաղերում տեղի ունեցած պատահարների ժամանակ հավաքվում են դժբախտ դեպքի վայրի կողքերը, շատ ուշադիր նայելով, լուսանկարելով ու միևնույն ժամանակ չփորձելով որևէ կերպ օգնել տուժածներին, ապա հաստատ հայերը միշտ ոսկե մեդալ կստանան։ Տոկիոյի հետազոտողները պարզել են, որ հայերը հատկապես լուրջ ձեռքբերումներ կարող են ունենալ, եթե մրցեն իրենց դեմքի տխուր արտահայտությամբ։ Գիտնականները ապացուցել են, որ տխուր, իբր լուրջ եւ անզգացմունք դեմքը հայերի մոտ գրեթե նույն նշանակությունն ունի, ինչ լացը։ Չնայած դեմքի պարագայում ավելանում է նաեւ տղամարդկության գործոնը։ Իսկական հայ տղամարդը պետք է փորձի հնարավորինս քիչ ժպտալ։ Հայկական հաղթանակը անկասկած կդրսևորվի նաև մեծ խոսելու ասպարեզում։ Ճապոնացի գիտնականների ուսումնասիրություններում այն կարծիքն է հնչում, որ այս սպորտաձևում Հայաստանի պատիվը բարձր կպահեն հատկապես քաղաքական գործիչները, ընդ որում եւ իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներից։ Հետազոտության համաձայն քաղաքական գործիչները կկարողանան հաղթել նաև երկամարտում, եթե մեկը լինի մեծ խոսելը, իսկ մյուսը մեծ խոստումներ տալը։ Գիտնականների մի խումբ էլ կարծում է, թե կեղծ բարեգործությունը եւս կարող է լրջագույն մարզաձև դառնալ հայկական սպորտի համապատկերում, վերոնշյալ երկամարտը դարձնելով եռամարտ։ Բամբասանք, կեղծ բարեպաշտություն, մանր խաբեություն եւ մի շարք այլ հնարավոր մարզաձևեր են նշում ճապոնացիները, որոնցով հայ ժողովրդի զավակները լրջագույն նվաճումների կհասնեն համաշխարհային սպորտի թատերաբեմում։ Ու եթե միջազգային օլիմպիական կոմիտեն ընթացք տա ճապոնացիների այս հետազոտությանը, ապա միանշանակ է, որ հայերը կդառնան իսկական օլիմպիական ժողովուրդ։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։